Հոպար ջան, ես ուր ես գնում, ջիգար։ Բարև ձեզ։ Դեղերդ վերցնես։ Ինչքան արժի դեղերիդ գումարը։ Հե։ Ինչքան, թիվ ասա։ 18,000 դրամ։ Բարի ես քո դեղերի փողը տամ։ Չէ։ Բայ, դիտի ինչա։ Աստված օրհնի քեզ։ Չէ, լավա։ Չէ, բայ, հոպարս։ Տերը թող Հիսուս Քրիստոսս թող օրհնի քեզ, կատարյալ, թող քեզ բժշկի հենց հիմա։ Ես որ Աստծուն խնդրում եի ճանապարհին, ասում եի Տերը, թող այսօր հրաշք լինի, ինչ-որ մի մարդ ապաշխարի եւ բժշկվի։ Արի մատ գրկեմ քեզ, հոպարս, արի իմ աղբեր, իմ թագավոր։ Ող կներես չգցեմ միամի։ Դու որտեղ ես ապրում, իմ հոպարս։ Դեդ գումարը դիգ գրպանդ, որ ոչ մեկ բան չանի հանգարտ։ Ով նրան կցունի կհավատա կյանք ունենա փրկություն։ Ամեն։ Ամեն, աստծո։ Էտա, այսօր հրաշքի օր է։ Տիրոջը խնդրել եմ, ասել եմ ճանապարհին պետք է այսօր ապաշխարություն եւ փրկություն լինի։ Հիսուսի անունով։ Всё, հոպար ջան, Տերս օրհնի։ Շատ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ, որ դու այդքան շնորհակալ ես։ Դու ելես Աստված։ Դու Աստվածի կողմից ես, Աստված քեզ միշտ դեր կյանք։ Հաջիգարս։ Դու միշտ ես բացել։ Գնացի, լավ եղի։ Հեսա այս վիդեոից հետո քեզի ամբողջ Հայաստանը օգնելու է։ Հիշեք այս մարդու դեմքը, ով տենա օգնեք, որտեվ ինքը Աստծո զավակ է։ Մեր շատ շնորհակալ եմ։ Բոլորը հենց են ասում։ Դու աղքատ ես, Հիսուսով Աստծով հարուստ ես, հիշի։ Շնորհակալ։ Աստված իմ միջոցով քո կյանքը փոխելու է։ Շատ շնորհակալ եմ։ Գնացի։ Աստված քո սրտին քեզ ներեն քեզ։ Մաջիգարս։ Աստված միշտ ինի հետ է, տղա ջան։ Վախ։ Ես այս 4 տարի բլոգերություն եմ արել, սեն շնորհակալ մարդ չեմ տեսել։ Ես երկար տարիներ դպրոցում աշխատել եմ, մեր նախկին վարչապետ Հովիկ Աբրամյան։ Այսինքն երեխա 6-րդ դասարանից